Բարի երկու, պարոն Գրիգորյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Պարոն Գրիգորյան, միասին փորձել ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները եւ սկսենք ամենաթեժ կետից մեր դաշնակից բարեկամ երկիր հարևան Իրանում տեղի ունեցող զարգացումներից։ Ինչպես եղավ, որ եկան հասան այս կետին։ Իսրայելը հարվածեց, չսպասեցին բանակցությունների եւ ինչ սպասել այս ամենի ֆոնին։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Նախ ուզում եմ ասել, որ այո, կարծես թե Միացյալ Նահանգները Իսրայելի կողմն են, աջակցում են միանշանակ, կարծես թե Եվրոպան էլ, բայց ինձ համար ակնհայտ է, ես ուշադիր հետևում էի նույն Դոնալդ Տրամփի հայտարարությունները միջև այդ հարձակումը, եթե ուշադիր նայենք, չէին ուզում։ Զգուշավոր էին բավականին։ Զգուշավոր էին, նույնիսկ Դոնալդ Տրամփը ասեց՝ «Դե սպասի տուր վաղը Կիրակի օրը հանդիպենք իրանցիների հետ, եթե վերջնական ոչ մեզ ասեն այդ հարստացման հարցով Ուրանի, այդ դեպքում որոշենք ինչ անենք»։ Դες նույնիսկ Դոնալդ Տրամփը ինչքան էլ չի ասում մենք Իսրայելի հետ ենք եւ այլ, բայց անուղղակի կերպով չէր ցանկանում հարցակում լինել։ Ուրեմն դա ինչ որ չափով ես կասեի այդպես սադրանքային քայլ էր Իսրայելի կողմից։ Նեթանյահուն դա չէր հասկանում արդյոք, որ գնում է շատ լուրջ խնդրի առջև, վաբանկ է գնում։ Այո, Նեթանյահուն ինչու գնաց դրան։ Ինքը ուզում է բոլորին փաստի առաջ տնի։ Նեթանյահուի դեմ Իսրայելում 3 օր առաջ լուրջ բողոքի ակցիաներ են։ Այսինքն իշխանությունն է փորձում նաև այս տեսքով պահել։ Եվ իշխանությունը պահել, եւ իբր հաղթողի այդ իմիջը ձեռք բերել ու ներգրավում է Իսրայելը ել ավելի ծանր վիճակի մեջ։ Այդտենց էլ ասեմ ձեզ, լարված է վիճակը տարածաշրջանում, մենք բոլորը գիտենք, ատելությունը Իսրայելի նկատմամբ աճում է ամբողջ արաբական մուսուլմանական աշխարհում ու հիմա ձեռք բերել այս ձևի մեծ պատերազմ պետության դեմ, շատերը այդ տարբերությունը չեն զգում։ Մի բանա դու կռվում ես Համասի դեմ, մի բանա դու կռվում ես Հեզբոլայի այդ հուսիների դեմ Եմենում, որոնք պետություն չեն, ինչ որ կիսա պետական, կիսա առանձին միավորներ են։ Առանձին միավորներ, նույնիսկ կիսա ահաբեկչական։ Այո։ Մի այլ բան, ճանաչված պետության դեմ, բավական մեծ պետության դեմ դու տանում ես ագրեսիա։ Դա լուրջ սխալ է, ինձ հավատացեք։ Ինչքան էլ մենք չենք ասում, որ ահաբեկչությունը Իսրայելի դեմ մենք բոլորս քննադատում ենք, ու միշտ էլ պետք է քննադատենք Համասի աջակցությունը։ Այո, ահաբեկչությունն է ահաբեկչություն, բայց սա արդեն բոլոր սահմաններն անցնում է Իսրայելը։ Այս սահմանը անցնում է։ Դա է պատճառը, որ իմ կարծիքով դա սխալ քայլ էր, ու եթե դուք նկատել եք առաջի օրվա հաջողությունները, հիմա մենք տեսնում ենք հակահարվածներ տալիս է Իրանը։ Բավական ցավալի, բավական ուժեղ։ Հիմա հաջորդ հարցն է դրանը վերաբերում։ Տեսեք, մամուլում սպրտվում է տարատեսակ տեղեկատվություններ, տելեգրամյան ալիքներով նույնիսկ գրում են, որ տեսեք Իսրայելը լինելով այդքան փոքր եւ իսկապես երբ որ մենք համեմատում ենք Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Իսրայելը, մենք տեսնում ենք, որ բավականին տարբեր են, հա, քաշային կատեգորիաներով բավականին տարբեր են, բայց նշվում է, որ նրանք ունեն այնքան զենք, այնքան սպառազինություն եւ նրանց պաշտպանության նախարարությունը համարյա այնքան է, որքան Իրանին է։ Եվ նրանք կարողանում են իրենց թույլ տալ նման սադրանքներ, նման անառակաբարո գործողություններ մի հզոր իսլամական տերության դեմ։ Ինչով է պայմանավորված Իսրայելի նման վարքագիծը եւ Իրանի սկզբից շատ մեղմ էին, հիմա արդեն կարծես իրանք էլ են հասկացել, որ չպետք է մեղմ լինել։ Ինչ սпасել այս դեպքում։ Նայեք, երբ որ մենք խոսում ենք արևմուտքի մասին, ու ես միշտ ասում եմ, մեր տեղը արևմուտքում է, ինտեգրացիա ՆԱՏՕ-ի հետ, Եվրոմիության հետ, արևմուտքը դա նաև տեխնոլոգիաներ են, ժամանակակից տեխնոլոգիաները նաև ռազմատեխնիկական ոլորտում, ու արևմուտքի մի մասը միանշանակ դա Իսրայելն է։ Պարզ է, տեխնոլոգիաները, գիտելիքները, դες Իսրայելը միանշանակ դեմոկրատական երկիր է, ռազմական դեմոկրատիա է, բայց դեմոկրատիա է։ Խոսքը գնում է Նեթանյահուի քաղաքականության, չխառնեք դա։ Այո, դրանք շատերը տարբեր բաներ են։ Դուք գիտեք, որ իսրայելցիք ինչքան լավ են վերաբերվում հայերին։ Մեծամասնությունը փայլուն է, բայց Նեթանյահուի կառավարությունը Հայաստանի նկատմամբ անազնիվ է իրանց բաղում։ Ուրեմն ես երբ որ հիմա քննադատում եմ Նեթանյահուի կառավարությունն եմ քննադատում։ Իշխող ուժին, ներկայիս իշխող ուժի մասին։ Ներկայիս իշխող ուժ։ Այդ առաջինը։ Երկրորդը ես կարծում եմ, որ այս քայլերը Իսրայելի ել ավելի կբարթացնեն։
տեխնոլոգիաներ ունի, զենք ունի, ամերիկացի աջակցում են, Տրամփը հաշվի առնելով իր ընտանիքի անդամների, իր փեսան հենց իսրայելական լոբի կոնգրեսում հաշվի առնելով միշտ կաջակցի, բայց մենք պետք է մեկ բան հասկանանք։ Այս մթնոլորտում ո՞նց կարող ես հանգիստ ապրել։ Այս ձևի քայլերով դու ատելությունը ուժեղացնում ես ամբողջ արաբական աշխարհում, մուսուլմանական աշխարհում, իրանց շուրջ այդ ազգերն են, չէ՞։ Ու այս ձևի կոշտ քայլերը մի կողմից կարող են դուր գալ, որ պատկերացնում եք փոքր երկիր կարող է աչ ու ձախ թուրով անել, բայց հետո պետք է այդ մթնոլորտում ապրես, չէ՞։ Ու իմ կարծիքով այդ սխալ է այս ձևի կոշտ քայլեր անել, ատելությունն էլ ավելի խորացնել, լավ թողնենք Իրանը մի կողմ։ Իրանի քաղաքականությունն էլ բարդ է, իրանք Իսրայելը չեն ճանաչում, դուք գիտեք։ Այո, դարավոր բայց ինչի նեղացրեցին Սաուդյան Արաբիան եւ Օմանը։ Շատերը չգիտեն, Սաուդյան Արաբիան, Օմանը ճանաչում են Իսրայելին։ Այն արաբական աշխարհի երկրներն են, որոնք բոլորին բացատրում են, չէ, Իսրայելը պետք է ճանաչես, աշխատես, որ խաղաղություն լինի։ Նեղացրեցին իրանց։ Դուք գիտեք, Սաուդյան Արաբիայի, Օմանի հայտարարությունները հավասար էին Իրանի հայտարարության։ Կոշտագույնս քննադատեցին։ Ուզում եմ ասել, դա անխելք քայլեր են, բոլորին քո դեմ լարես։ Ուրեմն ստեղ ունենալով նույնիսկ տեխնոլոգիական մեծ առավելություն, երկարաժամկետ հեռանկարում չի կարող Իսրայելը։ Ես մի հարց դեստամ։ Այս ինչի Նետանյախուն հասկացավ, որ բոլոր դեսպանատները պետք է փակի ժամանակավորապես, բայց պետք է փակի։ Ես եթե ինքը ճիշտ քայլ է անում, եթե համոզված է, որ ճիշտ է, որպեսզի որևէ դիվանագիտական խողովակներով հարցի լուծում չտրվի։ Չէ, իրանց դիվանագիտական հաստատությունները ասում են, քանի որ գիտի, որ իր քայլի պատճառով կարող են հարձակվել իրանց դիվանագետներին ամբողջ աշխարհով։ Խի ամբողջ աշխարհով փակում է։ Թող Եվրոպային բաց թողներ։ Ինքը հասկանում է բոլոր տեղերում այդ առաջացնում է ատելություն։ Ուրեմն ես պնդում եմ, այս քաղաքականությունը սխալ է։ Պայքարել, որ Իրանը չունենա միջուկային զենք, այստեղ ես համաձայն եմ։ Կետային նույնիսկ հարվածներ ինչ որ չափով ես կընդունեի, բայց հիմա Իրանի դեմ մեծ պատերազմ է վարում։ Այո, մայրաքաղաք Թեհրանում բավականին լուրջ խնդիրներ են առաջացել։ Իսֆահան, Թավրիզ, բոլորին խառնեցին։ Բայց պետք է հարված տային, չէ՞, այդ երկու գլխավոր գործարան են, Ֆորդո ու միտեղ էլ կա շատ կարևոր, որտեղ հարված հասցրեցին, հիմա անունը մոռացա։ Հարվածեք ստեղ ու աշխարհը կհասկանա, դուք կանխում եք հնարավորություն Իրանին ունենալ միջուկային զենք, բայց նույնիսկ նրանք հարվածել են քաղաքացիական, օբյեկտներին եւ բավականին լուրջ զոհեր ունեն։ Չէ, հետո պաշտոնյաներին սպանում են։ Նորից կրկնում են, դա Համասի լիդերը չի, ասենք այն գեներալներին մի քանիսին, որ սպանեցին, այն բոլորը իրենց Իրանի պաշտպանության նախարարության այո, բավականին 20 եւ ավել բարձրաստիճան բայց իրենք օֆիցիալ դեմքեր են, դուք հասկանում եք ես ինչ եմ ձեզ ասում, ճանաչված պետության պաշտոնյաներ են, իրենք ահաբեկչի չեն, որ դու ասես ահաբեկիչ են, ես էլ կրակում են, ուրեմն չափը անցավ, ինձ հավատացեք ու դա հետևանքներ ունենալ է։ Անդրադառնանք նաև մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, քանի որ հենց մեր կողքի հարևանն է, հենց մեր տարածքում է նաև կարծես դա ամեն ինչ տեղի ունենում։ Ադրբեջանի մասով եմ ուզում հարցս ուղղել։ Ադրբեջանը բավականին անհասկանալի վարքագիծ է դրսևորում, ինչու, որովհետև Ադրբեջանը գովերքում է Իսրայելին, Իսրայելը Ադրբեջանին, 20 թվականի 44 օրյային նաև Իսրայելը բնականաբար շատ լուրջ ներգրավվածություն ունեցավ եւ որի արդյունքում նաև Ադրբեջանի քթի տակ օկուպացված Արցախում իսրայելական հետախուզություն է, զենք զինամթերքներ են եւ այլն, որը նաև նպաստում է Իրանի դեմ էսկալացիային եւ Ադրբեջանի վարքագիծը այստեղ ինչպիսին է, ինչպես է մանյովրում, քանի որ Թուրքիան Իրանի հետ բնականաբար ավելի սերտ հարաբերություններ ունի, քան Իսրայելին, իսկ Ադրբեջանը ճիշտ հակառակը, Իսրայելը իր եղբայրն է։ Այս թնջուկի լուծումը ո՞րն է։ Այդ կյանքը շատ հետաքրքիր է, զարգացումները աշխարհում ցույց են տալիս, որ կան կետեր, տեղեր, հարցեր, որտեղ մեր դիրքորոշումը ավելի մոտ է Թուրքիային, քան թե Ադրբեջանի։ Օրինակ, այն որ մեզ մոտ կա, չէ, այս դեպի ստերեոտիպ, կարծրատիպ, միշտ Թուրքիան բոլոր հարցերում Ադրբեջանի հետ է։ Հիմա մենք տեսանք Պաղեստինի ճանաչման հարցով։ Դու գիտեք, Պաղեստինը Հայաստանը ճանաչեց, Թուրքիան վաղուց է ճանաչեց ու բոլորին հորդորում է, որ ճանաչեն։ Ադրբեջանը չի ճանաչում ու ավելի բնականաբար Իսրայելի պատճառով։ Երկրորդը հիմա պատերազմի հետ կապված։
դու գիտեք, որ Հայաստանը խստիվ դատապարտեց ու ասեց բանակցությունների վերադարձրեք։ Փայլուն հայտարարություն։ Նույնը արեց, նույնացի բան։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիան, Ճապոնիան շատ ու շատ երկրներ։ Ադրբեջանը ինչ որ լղոզված բաներ ասեց։ Ինչի հետ է կապված։ Այ մենք հիմա ձեզ հետ խոսում ենք մոտավորապես մի ամիս առաջ հերթական զենք զինամթերք Իսրայելը այս պատերազմական վիճակում ուղարկեց Ադրբեջան։ Պարզը Ադրբեջանը Իսրայելի հետ է։ Ես ավելին, ես կասկած չունեմ, որ այս օպերացիայի ժամանակ տարբեր ձևերով նաև Ադրբեջանից է եղել, այո, նաև բախում այնտեղ։ Տարբեր ձևերով օգնում է Ադրբեջանը։ Նաև հետախուզական ինֆորմացիա տալու Իսրայելին, որ ճիշտ հարվածնել հասցնել, այդ ավելի մեծ է։ Կասկած ես չունեմ, եթե հիմա ուսումնասիրեն մանրամասն, նույնիսկ իր տարածքը տալիս է Իսրայելի դրոնների համար, բայց պետք է ուսումնասիրեն, որ ֆիքսեն դա, բայց որ Ադրբեջանը հիմա աջակցում է հետախուզական ինֆորմացիան, դա կբացահայտվի տվյալներ կան, միայն պարզապես ասենք մի փոքրիկ բան հավելում ու շարունակենք, որ հենց նույն օկուպացված Արցախից է ամբողջ շատ մոտ, հա, հենց նույն ջրականի հատվածը եւ այլն։ 30 տարի երբ որ հայկական էր Արցախը ու հայկական տիրապետության ներքո էր, որևէ նման բախում չկար, մտքից այրով էլ չէր անցնի։ Բայց Իրանը դա չէր հասկանում, որ 44-օրյա պատերազմի ժամանակ կարծես ձեռնպահ էր մնում եւ այդքան էլ հայամետ դիրքորոշում չէր որդեգրել։ Չէր մտածում, որ գալու է այդ օրը։ Եվ եկել է այդ օրը։ Հիմա սկսեցին մտածել։ Հիմա սկսեցին։ Մի քիչ ուշացումով, բայց մեր մեղքը կա։ Այս բաները, որ դուք հիմա ասեցիք, մենք այն ժամանակ պետք է բացատրեինք։ Ուրեմն պատշաճ չենք բացատրել։ Բայց նորից կրկնում եմ, միանշանակ Ադրբեջանը հիմա այդ ռազմական գործողությունների կոնտեքստում աջակցում է։ Նվազագույնը հետախուզական ինֆորմացիայով օգնում է Իսրայելին։ Ու հայտարարությունից պարզ երևում է, որ չի դատապարտում Ադրբեջանը Իսրայելին։ Այո։ Ուղղակի ասում է Տրամպի քաղաքականությունը ճիշտ է այդ շրջանակներում, բայց ո՞նց չես բանանում։ Իդեպ ասեմ ձեզ, որ ֆորմալ գոնե Իրանի Ադրբեջանի հետ պայմանավորվածությունները, պայմանագրերը բավական ֆորմալ մոտ են ստրատեգիկ համագործակցության։ Ադրբեջանը պարտավոր էր քննադատել։ Չի անում, պարզ է Իսրայելի հետ է։ Ու դա դաս է առաջերտին Իրանի համար, բայց մեզ համար էլ, որ մենք չկարողացանք Իրանին հասցնել եւ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ու եւ մասամբ հիմա չկարողացանք հասցնել, որ դա անկեղծ չի իր հետ Ադրբեջանը։ Բայց ոչինչ, այդ օրինակները բոլորիս սովորացնում են, հույսով եմ, որ Իրանը եզրակացություն կանի։ Պարոն Գրիգորյան, եւ վերջին հարցը փորձենք ամփոփել, ինչ անել Հայաստանը, ինչ պետք է անի այս իրավիճակում եւ նաեւ բավականին դամոկլյան սուր է ճոճվում Սյունիքի մասով, որտեղ հանրության լայն շերտերի մոտ մտավախություն կա, որ այս ֆոնից կօգտվի Ադրբեջանը, Թուրքիան եւ Սյունիքում ճեղքում կանեն եւ այդ Զանգեզուրի միջանցքը բռնի ուժով կտիրեն։ Այս մասով ինչ կանխատեսումներ ունեք, ձեր մեկնաբանությունը կխնդրեի եւ այս ընդհանուր իրավիճակում Հայաստանի դիրքորոշումը որը պետք է լինի։ Ну, օֆիցիալ դիրքորոշումը ես ասացի, շատ լավն է Հայաստանի, դատապարտեց ագրեսիան Հայաստանը, դատապարտեց ու ասեց բանակցային process-ին պետք է վերադառնալ եւ այլ եւ այլ։ Շատ լավ դիրքորոշում է, բայց նաեւ Հայաստանը ինչ պետք է անի։ Գլխավոր վտանգը գիտեք ինչու՞մ է։ Եթե երկարանա այս պատերազմական process-ը, եթե երկարանա այս Իսրայելի հարվածները ժամանակի իմաստով երկար լինեն, ասենք 10 օր լինեն, 2 շաբաթ։ Նշել են 14 օր Նաթանյահուն։ Դա նշանակում է, որ կարող է սկսվել ապակայնացում Իրանի 100%-ով համոզված եմ, որ Ադրբեջանը կօգտվի։ Ռուսաստանի հետ միասին կսկսեն ինչ որ ճանապարհներ վերցնել։ Ուրեմն մենք ամեն ինչ պետք է անենք, նաև այդ թվում դիվանագիտական, քաղաքական մակում մեր հարցադրումները դնել, որ դա ավարտվի ինչքան կարելի է շուտ։ Կոպիտ ասած Հայաստանը, որ քննադատեց, օգնեց նրան, որ Իսրայելը մի քիչ հուշտ լինի, հետ կանգնի։ Հայաստանի ձայնը կարող է ասեք այդ կամ որոշիչ չէ, բայց միանում է շատ կարևոր ձայների հետ, որոշիչ ձայների հետ։ Իմիջիալ շատերը չգիտեն, որ նույն Եվրոպան, Ամերիկան, ովքեր ասում են Իսրայելը իրավունք ունի իրան պաշտպանել ու ես համաձայն եմ, բայց իրանք ասեցին, մենք ֆիքսեցին, որ առաջինը սկսեց Իսրայելը։ Իրանք ասեցին, մենք չենք աջակցի բարիբուն իմաստով, ուղղակիորեն չենք մասնակցի, ամերիկացիք ասում են, ֆրանսիացիք, մեծ բրիտանացիք, գերմանացիք, ու դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ Իսրայելին ասեցին, գիտես ինչ է, հա դու այդ քայլը արեցին, մենք ինչ որ չափով քեզ հասկանում ենք, բայց եթե երկար ճանաչի, եթե երկար լինի, դա վատ է։ Այդ իմաստով մեր ձայնը միացավ բավական ուժեղ ձայների հետ։ Այդ պետք է արվի ու ներսում անպայման
Գիտեք, կան պետական ինստիտուտներ, ուժայիններ եւ այլ, այստեղ պետք է կոնկրետ հանձնարարականներ տրվեն, որ անսպասելի չլինի, որ վաղը ինչ որ դիվերսիա Ընդհանուր կոնսոլիդացիա գուցե պետք է լինի։ Քաղաքական կոնսոլիդացիան համաձայն եմ ձեզ, բայց ես հիմա ասում եմ գործադիր մարմնի մասին, կառավարության գլուխը վարչապետը պետք է հանձնարարականներ տա։ Միգուցե մի քանի հատուկ ջոկատայիններին ուղարկենք սահման այդ կողմերում, որ վերահսկողություն իրականացնեն։ Ուժեղացնենք հարավում, որ մտքով չանցնի Ադրբեջանի, որ կարող է մի հատ դեսանտ իջեցնի, վերահսկողության տակ վերցնի, հետո արի հանի իրենց։ Մեզ դա պետք չի։ Կանխարգելիչ քայլեր անպայման պետք է արվի։ Ու անպայման չի, որ գորա դրա մասին կառավարությունը։ Մենք տարածքն է իրավունք ունենք մեզ պաշտպանել, բայց անպայման չի հայտարարել արտակարգ դրություն, եթե դա անհրաժեշտություն չկա, բայց անհրաժեշտություն կա կոնկրետ ներքին գործերի նախարարություն, սահմանապահ զորքեր, բանակի ստորաբաժանումներ, ազգային անվտանգության ծառայությունը ամենից շատ կարևոր։ Ինչ եմ ուզում ասել, այս եթե անես, մտքով էլ չի անցնի, բայց հիմա մտքով անցնում է, քանի որ բայց նաև ներքին, հա, այս ներքին պարակվածությանը պետք է վերջ տրվի, որպեսզի կյանքի ու մահի հարց է կարծես անվտանգության խնդիր է ու բոլորը պետք է նույն նավի մեջ ճիշտ նավարկեն։ Իմ ու քո չպետք է լինի։ Ես համաձայն եմ, բայց չպետք է մոռանանք, որ կան մարդիկ ներքին քաղաքականության մեջ, ովքեր ինքնուրույն չեն։ Հրամանով են, օրինակ Ռուսաստանի հրամանով են։ Դե նաև դրանց է ուղղված, որպեսզի հասկանան, որ վերջապես իրանք պետք է միանան։ Այս ձևի դեպքերում ուղղակի հասարակությունից մարդկանց մեկուսացնում են։ Եթե վտանգը ակնհայտ դառնա, Աստված ոչ անի, եթե Իսրայելը շարունակի ռմբակոծել Իրանը 10 օր, 2 շաբաթ, միանշանակ պետք է սկսես ձերբակալություններ այն մարդկանց, ովքեր հրահրում են Սադրիչ, բացի դրանից ենթարկվում են, ասենք, Մոսկվային, Կրեմլին։ Դու չպետք է ասես, որ դա դեմոկրատիայի դեմ է, ինքան դիմադիր է։ Ոչ, ինքան դիմադիր չի, ինքը դրսի կողմից, օտարի կողմից շարժվող անձ է։ Պետությունը պարտավոր է մեկուսացնել։ Այդ դա կարող է լինել պրոֆիլակտիկ մեկ ամսով, 3 ամսով, կարճաժամկետ, բայց անպայման պետք է մեկուսացնես։ Շնորհակալ եմ, պարոն Գրիգորյան, հանգամանալից ներկայացնելու համար։